Լուստ Սատանայի խայծը երկրորդ դասին։ Ես վերնագրել եմ այս դասը ինչպես սա պատահեց ինձ հետ։ Բացականչական եւ հարցական նշաններով։ Իմ գրքի 3-րդ գլխում խոսում ենք վիրավորված քրիստոնյաների երկու տեսակի մասին։ Ճիշտ է։ Բոլոր այդ մարդկանց կարելի է երկու խմբի բաժանել։ Առաջինը մարդիկ, որոնց հանդեպ իսկապես սխալ են վարվել, երկրորդը մարդիկ, որոնք կարծում են, թե իրենց հանդեպ սխալ են վարվել։ Լավ։ Ես չեմ խոսելու երկրորդ խմբի մասին, այսինքն երկրորդ խմբի մարդիկ նրանք են, որոնք ճիշտ տեղեկություն ունեն, բայց սխալ են հասկանում այն, կամ ոչ ճիշտ տեղեկություն ունեն եւ չպետք է վիրավորված լինեն, քանի որ իրենց հանդեպ սխալ չեն վարվել։ Այնուամենայնիվ, սկսած այս պահից ես խոսելու եմ այն մասին, թե ինչ անել, եթե ձեր հանդեպ իսկապես սխալ են վարվել։ Կարծում եմ առաջին անձնավորությունը Աստվածաշնչից, որին պետք է հիշատակել, Հովսեփն է, դուք համաձայն եք, շատ լավ։ Խոսենք Հովսեփի կյանքի մասին, լավ, նա Հակոբի 11-րդ որդին էր եւ Հակոբը Աբրահամի թոռն էր, նա 10 ավագ եղբայր ուներ։ Երբ մենք նոր ենք տեսնում Հովսեփին, նա լուր հասցնող էր, նա չարախոսում էր իր եղբայրներից։ Այո, նա նույնպես մի փոքր պարծենկոտ էր, լավ, նա բնավորության հարցում խնդիրներ ուներ, ինչի պատճառով նրա եղբայրները չէին սիրում նրան։ Ավելին, նրա հայրը նախապատվություն էր տալիս նրան։ Հայրեր, դա լավ չէ։ Այդպես մի վարվեք, լավ, եւ նրանք ատում էին նրան։ Մի գիշեր նա պառկեց քնելու եւ երազ տեսավ այն մասին, որ իր եղբայրները ծառայելու էին իրեն։ Նա արթնացավ եւ խանդավառությամբ պատմեց այդ երազը իր եղբայրներին, նրանք չկիսեցին նրա խանդավառությունը։ Նրանք ավելի ատեցին նրան։ Նա եւս մեկ երազ տեսավ եւ կրկին պատմեց նրանց, նրանք իսկապես բարկացան եւ ատեցին իրենց եղբորը, լավ։ Մի անգամ Հակոբը հոտերն արածեցնելու ուղարկեց իր 10 որդիներին եւ նրանք շատ հեռու գնացին։ Եվ մի օր Հակոբը ասաց Հովսեփին. «Գնա եւ տես, թե ինչպես են քո եղբայրները»։ Հովսեփը գնաց փնտրելու իր եղբայրներին։ Վերջապես նա գտավ նրանց եւ մինչ նա մոտենում էր, նրանք տեսան Հովսեփին իր գույնզգույն հանդերձով, որն ամենուր աչքի էր ընկնում, եւ ասացին. «Եկեք սպանենք նրան եւ տեսնենք, թե ինչպես նրա երազը կկատարվի։ Եկեք տեսնենք, նա կիշխի մեզ վրա, եթե սպանենք նրան»։ Նրանք բռնեցին Հովսեփին, պատռեցին նրա հանդերձը եւ խորը փոսի մեջ գցեցին նրան։ Եվ եթե ինչ-որ մեկը չգիտի, փոսը քարոզիչների մարզման վայրն է, լավ, նրանք արյուն լցրին այդ հանդերձի վրա եւ որոշեցին ասել իրենց հորը, որ նա մահացել է, եւ նրան թողեցին այնտեղ, որպեսզի մահանա։ Բայց մի փոքր անց նրանք իսմայելցիների քարավան տեսան, որը Եգիպտոս էր գնում ստրուկներ վաճառելու, եւ Հուդան 4-րդ որդին ասաց. «Եթե թողնենք, որ նա մահանա այդտեղ, շատ լավ, մենք կազատվենք նրանից, բայց եկեք վաճառենք նրան, նա ստրուկ կդառնա, եւ մահացածի պես կլինի, մենք փող կստանանք եւ այլևս չենք տեսնի նրան»։ Լավ միտք է, բոլոր եղբայրներն ասացին լավ միտք է։ Նրանք 20 արծաթով վաճառեցին նրան, այո, Հովսեփը Եգիպտոս տարվեց։ Դուք պետք է հասկանաք, մենք ամերիկացիներս չենք հասկանում, թե ինչպես նրանք վարվեցին իրենց եղբոր հետ։ Այլ բան է ստրուկ ծնվելը։ Երբ ստրուկ եք ծնվել, դա ձեզ ծանոթ միակ կյանքն է։ Այլ բան է ծնվել որպես Աստծո հետ ուխտ ունեցող հարուստ մարդու ժառանգ, իսկ հետո զրկվել ձեր անունից եւ ժառանգությունից ձեր եղբայրների պատճառով եւ վաճառվել որպես ստրուկ, քանի որ եթե դուք ստրկության վաճառված օտարազգի էիք, դուք ստրուկ էիք մնալու մինչև ձեր կյանքի ավարտը։ Ձեր կինը ստրուկ էր լինելու, ձեր երեխաները ստրուկ էին լինելու։ Ես միսիոներական դաշտերում եմ եղել որոշ երկրներում եւ մեկ շաբաթ անց մտածել եմ. ես չէի կարողանա այստեղ ապրել։ Բայց նրանք երբեք չեն տեսել այն, ինչ մենք ունենք արևմուտքում։ Նրանք չգիտեն, թե մենք ինչ ունենք։ Նրանց համար կյանքն այդպիսին է։ Սա նման է Ամերիկայում ծնվելուն, եւ սա շատ անհաջող օրինակ է, եւ ուղարկվել մի երկիր, որտեղ դուք ոչինչ չունեք։ Նրանց արարքը Հովսեփի հանդեպ վատագույն հնարավոր արարքներ նրան սպանելուց բացի։ Այսպիսով Հովսեփը Եգիպտոս տարվեց։ Նրան վաճառեցին պետափրեսին, որը փարավոնի պաշտոնյաներից էր։ Հովսեփը 10 տարի ծառայեց նրան։ Դուք պետք է հասկանաք, որ նա միգուցե հույս ուներ, որ եղբայրները կխոստովանեին եւ նա օգնություն կստանար իր հորից, բայց տարիներ շարունակ փրկություն չկար։ Եվ նա մտածում էր. հայրս կարծում է, թե ես մահացած եմ, իսկ եղբայրներս վայելում են այն փողը, որով վաճառել են ինձ եւ իմ ամբողջ ժառանգությունը։ Այդ 10 տարին ծանր էր։ Մտածեք 10 տարվա մասին։ Ուզում եմ, որ հիշեք ձեզ 10 տարի առաջ։ Երկար ժամանակ է, այնպես չէ։ Նա 10 տարի ստրուկ էր պետափրեսի տանը, բայց նրա կյանքը բարելավվեց։ Աստված օրհնեց նրան, նա ստացավ պետափրեսի բարեհաճությունը, որն ի վերջո նշանակեց նրան իր տան բոլոր գործերի վրա, բայց շատ ավելի վատ բան տեղի ունեցավ։ Պետափրեսի կինը հավանում էր Հովսեփին, այդ կինն աչքադրեց նրան։ Նա փորձում էր հրապուրել նրան, ոչ թե պարբերաբար, այլ ամեն օր։ Նա գալիս էր Հովսեփի մոտ ասելով. «Պառկիր ինձ հետ, ամուսինս երբեք չի իմանա», եւ գիտեք ինչ էր նա անում։
Ինձ դուր է գալիս նրա երկյուղը տիրոջից, նա ասում էր ոչ, ես չեմ մեղանչի Աստծո դեմ, ես չեմ մեղանչի քո ամուսնու դեմ։ Մեկ օր նրանք մենակ էին տանը, նա բռնեց Հովսեփի հանդերձից եւ ասաց. «Պարկիր ինձ հետ»։ Ամուսինս տանը չէ, նա ասաց. «Ոչ, ես չեմ մեղանչի Աստծո դեմ եւ քո ամուսնու դեմ»։ Նա փախավ։ Նա արեց այն, ինչ Աստվածաշունչը պատվիրում է, նա փախավ սեռական անբարոյությունից, նրա հանդերձը պատրվեց։ Նա մերկ դուրս փախավ տնից, կինը իրեն արհամարված զգալով բղավեց բռնաբարություն։ Երբ պետափրեսը տուն եկավ, կինն ասաց, որ Հովսեփը փորձում էր բռնաբարել իրեն, եւ պետափրեսը նրան գցեց փարավոնի բանտը։ Դուք պետք է մի բան հասկանաք, ես քարոզել եմ Միացյալ Նահանգների եւ նույնիսկ Հարավային Աֆրիկայի բանտերում։ Մեր բանտերը քաղաքամերձ ակումբներ են փարավոնի բանտի համեմատ։ Մերձավոր արևելքի բանտերը սովորաբար հողի մեջ խորը փորված փոսեր էին, որոնցում մաքուր օդ չկար, խոնավ էր, ցուրտ էր, մութ էր եւ երբեմն առաստաղները։ Ես եղել եմ մերձավոր արևելյան բանտում, գրեթե այս բարձրության են։ Գրված է, որ նրա ոտքերը երկաթի մեջ դրեցին եւ չարչարեցին նրան կապանքների մեջ։ Դա նման չէր մեր քաղաքամերձակումներ հիշեցնող բանտերին, որոնցում կա հեռուստատեսություն եւ բասկետբոլի խաղադաշտեր։ Նա այդ վայրում էր։ Լավ, պատկերացնում եք, թե ինչ էր նա մտածում։ Նախ, նրա մտքերը պետափրեսի մասին։ Հավատս չի գալիս, ես ավելի հավատարիմ էի այդ մարդուն, քան նրա կինը, եւ նա այսպես հատուցեց ինձ։ Ահա թե ինչ ես ստացա։ Իսկ ինչ էր նա մտածում Աստծո մասին։ Աստված, ես ոչ մի սխալ չեմ գործել։ Ես պատմեցի այն երազը, որը դու տվեցիր ինձ եւ ստրուկ դարձա։ Այժմ ես այստեղ եմ քեզ հնազանդվելու համար։ Ես 10 տարի շարունակ հավատարիմ էի իմ եգիպտացի տիրոջը, եւ ես սա եմ ստանում։ Բանտ, թվում է, որքան ավելի եմ քեզ հնազանդվում, այնքան իմ կյանքն ավելի է վատթարանում։ Միթե նրա կյանքը կարող էր ավելի վատթարանալ։ Նա բանտում էր, եւ նա եգիպտացի չէր։ Նա օտարերկրացի էր։ Եթե դուք եգիպտացի լինեիք, միգուցե դեռ ազատվելու հնարավորություն ունենայիք, բայց եթե դուք օտարերկրացի էիք, ստրուկ էիք եւ մեղադրված էիք պաշտոնյայի կնոջը բռնաբարելու մեջ, ձեզ թողնելու էին, որ փտեիք այնտեղ։ Այդ բանտերում միայն մի փոքր կերակուր էին տալիս ողջ մնալու համար։ Այնտեղ չկային հաճելի կերակուրներ։ Սնունդն այնտեղ օրը 2 կամ 3 անգամ չէր։ Այնտեղ հացն ու ջուրը բավական էին ողջ մնալու համար, քանի որ մահանալը շատ հեշտ էր։ Նրանք չէին ուզում, որ դուք մահանայիք։ Այսպիսով նա մտածելու շատ ժամանակ ուներ։ Լավ, դու հավատարիմ եւ ուխտ պահող Աստված ես։ Ես հնազանդվեցի քեզ եւ սա ստացա։ Սա է Տիրոջ օրհնությունը, որի մասին պատմում էր իմ պապը։ Դուք պետք է հասկանաք, նա կորցրեց իր ազատությունը, բայց նա ազատ էր մտածելու եւ դատողություններ անելու մեջ։ Նա հեշտորեն կարող էր բերդեր կառուցել իր ներսում, քանի որ նա ծանր վիրավորանք էր ստացել, այո, նա հնարավորինս խորն էր ընկել, բայց դրա պատճառը ի վերջո իր եղբայրներն էին։ Նա այդ վիճակում էր միմիայն իր եղբայրների պատճառով։ Կարող եք պատկերացնել, թե ինչ էր նա մտածում, այսինքն իրականությունը հետևյալն էր։ Եթե նրա եղբայրներն այդպես չվարվեին, նա վայելելու էր այդ 10 տարին իր անչափ հարուստ հոր տանը։ Քանի անգամ են մարդիկ այսպես մտածում. եթե իմ կինը չլիներ, ես շատ ավելի հաջողակ կլինեի, բայց նա մշտապես քննադատում է ինձ։ Եթե իմ հովիվը չլիներ, ես այսօր ծառայության մեջ կլինեի։ Եթե իմ աշխատակիցը չբամբասեր իմ մասին, ինձ չէին հեռացնի աշխատանքից։ Ուզում եմ, որ հասկանաք հետևյալը, ես մի ճշմարտություն կասեմ ձեզ, որն ուզում եմ, որ հիշեք։ Երբեք մի մոռացեք այն։ Ահա այս ճշմարտությունը։ Ոչ մի տղամարդ, կին, երեխա կամ դև երբեք չի կարող հեռացնել ձեզ Աստծո կամքից։ Ձեր ընթացքը ոչ ոքի ձեռքում չէ, Աստծուց բացի։ Եթե հասկանաք այս ճշմարտությունը, դուք ազատ մարդ կդառնաք։ Հովսեփի եղբայրները բառացիորեն ասացին. ահա նրանց խոսքերը։ Նրանք ասացին. հիմա եկեք սպանենք նրան եւ գուբերից մեկի մեջ գցենք եւ տեսնենք ինչ կլինեն նրա երազները։ Նրանք ուզում էին, որ նա երբեք առաջնորդ դառնալու հնարավորություն չունենար։ Հովսեփը բանտում նստած կարող էր մտածել. միայն իմ եղբայրների պատճառով է, որ ես այս վիճակում եմ, եւ կարող էր վրեժ ծրագրել իր եղբայրների դեմ։ Եթե դուրս գամ այստեղից, ես կսպանեմ նրանց։ Եթե ես երբևէ առաջնորդ դառնամ, եթե դա կատարվի, ես կսպանեմ նրանց։ Բայց գիտեք, եթե նա այդպես մտածեր, եւ այսօր եկեղեցում շատերն են մտածում վրեժ լուծելու, հաշիվներ մաքրելու, հատուցելու մասին։ Եթե նա վրեժի մասին մտածեր, Աստված ստիպված կլիներ թողնել նրան, փտելու այդ բանտում, այլապես նա կսպաներ Իսրայելի 12 ցեղերից 11-ին, ներողություն, 10-ին ներառյալ Հուդային, որի ցեղից էին Հիսուսը
և Դավիթ թագավորը։ Կարող եք կանգ առնել և մի պահ մտածել ինձ հետ։ Միթե կարծում եք, թե երբ նրա եղբայրներն այդպես վարվեցին, հայրը նայեց Հիսուսին և Սուրբ Հոգուն ու ասաց. «Ոչ»։ Ինչ ենք անելու։ Աստված իմ, մենք տվեցինք նրան այդ երազը, իսկ նրա եղբայրները այդպես վարվեցին։ Հիսուս, դու այլընտրանքային ծրագիր ունե՞ս։ Սա ծիծաղելի է։ Բայց քանի անգամ ենք մենք այսպես վարվում, երբ մեզ ինչ-որ բան է պատահում։ Մեզ թվում է, թե հայրն ասում է Հիսուսին. «Հիսուս, Սալին 34 տարեկան է և ամուսնացած չէ։ Նրա լավագույն ընկերուհին բամբասում էր նրա մասին և այն մարդը, որի հետ մենք ուզում էինք, որ նա ամուսնանար, չամուսնացավ նրա հետ։ Դու ունե՞ս այլ հարմար տղաներ Սալիի համար»։ Հիսուս, Ջիմին հեռացրին աշխատանքից։ Մի աշխատակից բամբասում էր նրա մասին։ Աստված իմ, դա մեր գլխավոր ծրագիրն էր նրա կյանքի համար։ Դու ունե՞ս երկրորդական կամ երրորդական ծրագիր։ Մենք կարող ենք ինչ-որ բան անել։ Կա որևէ աշխատանք, որը համապատասխան է Ջիմի հմտություններին։ Լավ, սա ծիծաղելի է, ճիշտ է։ Բայց քանի անգամ ենք մենք այսպես վարվել, ասես Աստված լիովին հանկարծակիի է եկել իմ հանդեպ գործած սխալի պատճառով։ Դիպուկ օրինակ էր։ Ճիշտ է։ Մենք բացահայտեցինք դա։ Ըստ էության մենք ասում ենք Աստված չի վերահսկում իրավիճակը և իմ քայլերը Տիրոջով չեն հաստատվում։ Հասկանում եք, թե որքան ծիծաղելի է դա։ Նա այդ բանտում էր։ Չգիտենք, թե որքան ժամանակ, միգուցե 1 ամիս, միգուցե 2 շաբաթ։ Բայց Աստված բերեց իր մեծագույն փորձությունը Հովսեփի կյանքում, որը հետևյալն էր։ 2 բանտարկյալներ, մատրվակը և հացթուխը, ճիշտ է, նրանք փարավոնի գլխավոր մատրվակը և գլխավոր հացթուխն էին։ Նրանց նույն բանտը բերեցին, և նրանք եկան Հովսեփի մոտ ասելով. «Երկուսս էլ երազ ենք տեսել անցած գիշեր»։ Ո՞րն էր Հովսեփի մեծագույն փորձությունը։ Այն հետևյալն էր. նա կկարողանար ազդարարել Աստծո հավատարմությունն այդ մատրվակին և հացթուխին, թեև ինքը 10 տարի Աստծո հավատարմության ոչ մի նշույլ չէր տեսել իր կյանքում։ Ներկայացնում ենք Messenger X-ը, նյութերի ներբեռնման և հոսքային հեռարձակման լիովին նոր հարթակ։ Այն աշակերտական նյութերի ամբողջական թվային դարան է Ջոն և Լիզա Բիվերներից։ Պարունակում է վիդեո ուսուցումներ, աուդիո և էլեկտրոնային գրքեր, կարճամետրաժ ֆիլմեր, աստվածաշնչեր և ավելին։ Այս նոր հարթակը կարելի է օգտագործել ձեր բոլոր սարքերով։ Այն լիովին անվճար է ավելի քան 120 լեզուներով։ Աշակերտություն յուրաքանչյուրի համար ամենուր։ Ներբեռնեք հավելվածը կամ այցելեք messengerx.com։ Այժմ ուզում եմ, որ մտածեք ինձ հետ։ Աստված երազ տվեց նրան։ Դու մեծ առաջնորդ ես լինելու։ Քո եղբայրները խոնարհվելու են քո առջև և ծառայելու են քեզ։ Նա անցավ փոսից դեպի ստրկություն և բանտ, որտեղ նրան թողել էին, որ փտի։ Որքան ավելի էր Հովսեփը հնազանդվում Աստծուն, այնքան ավելի էր ամեն ինչ վատթարանում։ Թվում էր Աստված հավատարիմ չէր նրան։ Կարող էր նա ազդարարել Աստծո հավատարմությունը այդ մատրվակին և հացթուխին։ Եթե Հովսեփը նման լիներ այսօրվա քրիստոնյաների մեծ մասին, գիտեք թե ինչ կասեր։ Դուք երազ եք տեսել, լավ, հանգիստ թողեք ինձ։ Մի անգամ ես էլ էի երազ տեսել։ Մի խոսեք ինձ հետ երազներից։ Եթե այդպես վարվեր, նա դառնացած կմահանար այդ բանտում։ Գիտեք թե որքան մարդիկ են դառնացած մահանում։ Իմ սիրտը ցավում է նույնիսկ երբ ասում եմ սա։ Բայց Հովսեփն ասաց. Աստծո երկյուղը նրա կյանքում զարմանալի էր։ Նա ասաց այդ մատրվակին և հացթուխին. Աստված հավատարիմ է և մեկնեց նրանց երազները, ինչպես որ Սուրբ Հոգին տվեց իրեն։ 3 օր անց հացթուխի գլուխը կտրեցին, ճիշտ այնպես, ինչպես որ Հովսեփը ասաց, իսկ մատրվակը կրկին ստացավ իր դիրքը։ Եվ նա ասաց մատրվակին. երբ կրկին ստանաս քո դիրքը, խնդրում եմ, հիշիր ինձ։ Մատրվակը կրկին ստացավ իր դիրքը և մոռացավ Հովսեփին։ Եվ նա ևս 2 տարի բանտում մնաց։ Միթե դրանից ավելի վատ բան կարող էր լինել։ Դուք հասկանում եք, նա չուներ ծննդոց գիրքը և չէր կարող կարդալ այն։ Այո, դուք գիտեք այդ պատմության ավարտը, դուք կարդացել եք այն, իսկ նա չուներ այդ պատմությունը։ 2 տարի։ Կարող եք մի պահ մտածել, թե որքան երկար է 2 տարին։ Նա բանտում էր դրված երկաթի մեջ, չարչարված կապանքներով և գոյատևելու համար բավական հաց ու ջրով։ Սակայն 2 տարի անց փարավոնը երազ տեսավ։ Մատրվակն ասաց. ես մեղք եմ գործել։ Կար մի մարդ, որը ճշտորեն մեկնեց իմ և հացթուխի երազները։ Դուք գիտեք, թե ինչ կատարվեց։
Փարավոնը կանչեց նրան, նա մեկնեց փարավոնի երազը, նա ազատվեց բանտից եւ ոչ միայն ազատվեց, այլև դարձավ երկրորդ ղեկավարը ամբողջ Եգիպտոսում, որն աշխարհի ամենաազդեցիկ երկիրն էր։ Նա ասաց փարավոնին. առատության 7 տարի է լինելու, կուտակիր, իսկ հետո սովի 7 տարի է լինելու, ճիշտ է։ Սովի երկրորդ տարում, այսինքն եւս 9 տարի անց, նրա երազից 21 տարի էր անցել։ Սովի երկրորդ տարում նրա եղբայրները եկան։ Ինչ նա արեց։ Ախ դուք կվճարեք ամեն ինչի համար։ Ոչ, նա այդպես չվարվեց։ Նա օրհնեց նրանց։ Նա ետ տվեց նրանց փողը առանց նրանց տեղեկացնելու, եւ ահա թե ինչ ասաց իր եղբայրներին. Եվ հիմա մի վշտացեք եւ մի նեղվեք, որ ինձ ծախեցիք այստեղ, որովհետև Աստված ուղարկեց ինձ ձեր առջև կյանք պահելու համար։ Շարունակեք կարդալ, որ երկրի վրա ձեզ համար սերունդ պահի։ Նա խոսում էր նրանց օգտի մասին։ Ես այստեղ ուղարկվեցի ձեր օգտի համար, ես անցա ամբողջ այս տառապանքով ձեր օգտի համար եւ ձեզ ապրեցրի մեծ ազատությամբ։ Եվ արդ ոչ թե դուք ուղարկեցիք ինձ այստեղ, այլ Աստված։ Միգուցե մտածեք, Հովսեփ, դու խաբում ես քեզ։ Ամեն խոսք հաստատվում է երկու վկաների բերանից։ Ահա թե ինչ ասաց Սաղմոսերգուն։ Սաղմոսերգուն ասաց. ավելին, Աստված սով կանչեց երկրի վրա, նա կործանեց հացի բոլոր պաշարները, Աստված մարդ ուղարկեց նրանց առջևից Հովսեփին, որ ինձ ստրկության վաճառեցին։ Հովսեփն ասաց իր եղբայրներին. դուք չէ, որ այստեղ ուղարկեցիք ինձ, այլ Աստված։ Ուզում եմ, որ հիշեք այն պնդումը, որն ավելի վաղ արեցի. ոչ մի տղամարդ, կին, երեխա կամ դև երբեք չի կարող հեռացնել ձեզ Աստծո կամքից։ Ոչ ոք, բացի ձեզնից։ Եթե հիշում եք, Աստված ասաց Իսրայելի զավակներին. դուք խոստման երկիր եք մտնելու, այն լիովին ձերն է, ես այն ձեզ եմ տալիս։ Սա այն երկիրն է, որ ես ձեր հայրերին եմ խոստացել։ Բայց նրանք վիրավորվեցին Մովսեսից։ Այնինչ իրականում նրանք Աստծուց էին վիրավորվել։ Աստված ասաց, նրանք չափազանց վախենում են, որ ասեն, որ ինձնից են վիրավորվել, բայց իրականում այդպես է։ Այդ վիրավորանքի պատճառով նրանք կորցրին իրենց կոչումը։ Նրանք կորցրին խոստման երկիրը։ Ես ուզում եմ, որ դուք, եթե ստանաք այս հայտնությունը, ձեր կյանքը հավիտյան կփոխվի։ Ոչ մի տղամարդ, կին, երեխա կամ դև երբեք չի կարող հեռացնել ձեզ Աստծո կամքից։ Միակ անձը, որը կարող է հեռացնել ձեզ Աստծո կամքից, դուք եք, եթե վիրավորանք ընդունեք։ Դուք հասկանում եք, որ սա լուրջ ծուղակ է։ Դավիթն ասաց հետևյալը, նա ասաց. դու տեսար ինձ մինչև իմ ծնվելը։ Իմ կյանքի յուրաքանչյուր օր գրված էր քո գրքում, բոլորդ ասեք գիրք։ Դուք գիտեք, որ կա գիրք, որը գրվել է ձեր մասի մինչև ձեր ծնվելը եւ Աստված է գրել այն։ Յուրաքանչյուր պահը ծրագրված էր մինչև նույնիսկ 1 օր անցնելը։ Ուզում եմ ցույց տալ Սաղմոս 34-ը, ոչ 37-ը։ Կարդանք այն. Տերն ուղղորդում է բարեպաշտների քայլերը, նա հիանում է նրանց կյանքի յուրաքանչյուր մանրուքով։ Ուզում եմ մի հատված կարդալ անմիջապես գրքից։ Աստված գիտի, որ մենք ապրում ենք չար աշխարհում, որտեղ մարդիկ սխալներ են գործում եւ նույնիսկ մեղանչում են, ինչպես որ Հովսեփի եղբայրները մեղանչեցին նրա դեմ։ Աստված չէ, որ դրդում է նրանց չարությամբ վարվել մեզ հետ, բայց նա նախապես գիտի, թե ինչ նրանք կանեն եւ նա օգտագործում է դա իր ծրագիրն իրագործելու համար։ Կարծում եմ, քանի դեռ ամեն ինչ չէր ավարտվել, Հովսեփի մտքով էլ չէր անցել, որ Աստված այդ կերպով պատրաստում էր իրեն իշխելու համար։ Մինչև այդ ամենով անցնելով Հովսեփը լուր հասցնող էր։ Սա առաջին բանն է, որ մենք իմանում ենք նրա մասին Սուրբ գրքից։ Նա չարախոսում էր իր եղբայրներից, երբ նրա եղբայրները որևէ սխալ էին գործում, նա պատմում էր այդ մասին։ Նա լուր հասցնող էր, նա մի փոքր պարծենկոտ էր։ Նա երազ տեսավ եւ ասաց. տղաներ, լսեք, ես ձեր առաջնորդն եմ լինելու, ամենից անմիտ բանը, որ կարելի է ասել ավակ եղբայրներին։ Նա շատ իմաստություն չուներ, նա պատմեց իր երազն իր եղբայրներին, այնինչ նա պետք է գաղտնի պահեր այն եւ մտորեր, ինչպես Մարիամը, երբ հրեշտակն այցելեց նրան։ Մաքրման ընթացք անցնելուց հետո նա անմիջապես չհայտնեց իրեն իր եղբայրներին։ Կարող եք պատկերացնել, եթե նա առաջվանը լիներ, նա կասեր. տղաներ, դա ես եմ, տեսնում եք իմ երազը կատարվեց։ Ո՞վ էր ճիշտ, տղաներ։ Լավ, դուք հասկացաք, նա այդպես չվարվեց, նա չհայտնեց իրեն։ Նա ուզում էր միայն օրհնել եւ օրհնել նրանց։ Ճիշտ է։ Նա խոնարհությամբ վարվեց իր եղբայրների հետ։ Նա չէր հիշեցնում նրանց, որ արդեն ինքն էր գլխավորը։ Նա ոչ մի անգամ չասաց ես եմ գլխավորը։ Նա ասաց, որ Աստված արել էր դա նրանց ընտանիքների համար, ամեն ինչ վերագրելով նրանց։ Վիրավորված մարդիկ ամեն ինչ իրենց են վերագրում։
որքան սխալ են վարվել ինձ հետ, որքան դաժան է կյանքը եղել իմ հանդեպ։ Ես նայում եմ իմ գեղեցիկ մորը, որն այստեղ է, նա 89 տարեկան է։ Իմ մայրն ամենադրական մարդկանցից է, որոնց ես երբևէ տեսել եմ։ Իմ մայրը երբեք չի տրտնջում։ Նա 89 տարեկան է եւ երեք նա ասաց ինձ. ես երկյուղած եմ այն պատճառով, թե որքան օրհնված կյանք է Աստված պարգևել ինձ։ Ես ասացի զարմանալի չէ, քանի որ քո նպատակը միշտ եղել է տալը։ Դու երբեք թույլ չես տվել, որ սրտումդ վիրավորանք հայտնվի։ Մաքրման ընթացքները կարևոր են, քանի որ դրանք պատրաստում են մեզ։ Դրանք ճիշտ բնավորությամբ են օժտում մեզ։ Եվ շատ անգամներ մենք մաքրվում ենք վիրավորանքի միջոցով։ Ահա թե ինչ է ասում Պետրոսը, սա զարմանալի է։ Սրանում մեծապես ուրախացեք, լսեք այս խոսքերը, մեծապես ուրախացեք, թեև այժմ մի փոքր ժամանակով Աստծո տեսանկյունից։ Լավ, թույլ տվեք ապացուցել սա, ես գիտական միտք ունեմ։ Մեկ օրը Տիրոջ համար 1000 տարի է, ճիշտ է։ Այսինքն, 1 ժամը հավասար է 43.2 տարուն եւ 15 րոպեն 7 տարուն։ Մի փոքր։ Թեև այժմ մի փոքր ժամանակով, եթե հարկավոր է, եթե դուք մաքրման կարիք ունեք։ Հովսեփը մաքրման կարիք ուներ, այլապես եթե նա պահպաներ իր դեռահաս տարիների բնավորությունը, հենց որ իշխանության գարնը կկործաներ Իսրայելի 12 ցեղերից 10-ը։ Եթե հարկավոր է, դուք տրտմած եք։ Հաճելի բան չէ վիրավորանք կրելը։ Վշտացած եք։ Տարբեր փորձություններով, որպեսզի ձեր հավատքի փորձառությունը, որը շատ ավելի թանկարժեք է, քան կորչող ոսկին, թեև այն ձեր հավատքը կրակով է փորձվում կամ մաքրվում, գովասանք, պատիվ եւ փառք բերի Հիսուս Քրիստոսին։ Հիշում եմ, որ մի շարք փորձություններով էի անցնում, որոնց պատճառը ես չէի։ Ես ոչինչ չէի արել այդ փորձություններն ինձ վրա բերելու համար, երբեք չեմ մոռանա։ 6 ամիս շարունակ այնպիսի ծանրություն էի զգում, որ երբեմն փակում էի իմ գրասենյակի դուռը, հենում էի գլուխս պատին եւ ասում. Աստված, ինչու եմ ես այսպիսի ցավ զգում իմ ներսում։ Ես ասում եի, ես ցավի մեջ եմ ապրում, ես ցավով արտանում եմ, ես ցավով աշխատանքի եմ գալիս, ես ցավով տուն եմ գնում, ես ցավի մեջ եմ ապրում։ Գիտեք թե ինչ Տերն ասաց, քանի որ դու մահանում ես։ Նա ասաց. մահվան մեջ միշտ ցավ կա։ Ես ասացի, ինչպես կհասկանամ, որ մահացել եմ։ Նա ասաց, դու այլևս ցավ չես զգա։ Նա ասաց, մահացածները ցավ չեն զգում։ Ես ասացի, Աստված, արագ սպանիր ինձ։ Հիշում եմ դրանից որոշ ժամանակ անց ես բղավում էի բոլորի վրա։ Ես բարկացած էի կնոջս վրա։ Ես բարկացած էի Էդիսոնի վրա, որն այստեղ է։ Էդիսոնը 30 տարեկան է։ Այդ ժամանակ նա կարծեմ 6 կամ 9 ամսական էր։ Ես բղավում էի Էդիսոնի վրա, ես բարկացած էի իմ ընկերների վրա, ես բարկացած էի իմ հովվի վրա, ես բարկացած էի իմ աշխատակիցների վրա։ Մի անգամ, երբ իմ աղոթքի վայրն էի գնում, ես հարցրի. Աստված, որտեղից է ամբողջ այս բարկությունը։ Ես ասացի, անցյալում ես երբեք այսքան բարկացած չեմ եղել։ Ես միշտ կենսուրախ մարդ եմ եղել։ Եվ Տերն ասաց. նայիր քո մատի ոսկե մատանուն։ Ես նայեցի իմ ոսկե մատանուն, իմ ամուսնական մատանուն, այդ ժամանակ այն ոսկուց էր։ Լիզան նոր մատանի է նվիրել ինձ մեր 25-ամյակին։ Իսկ նախորդը դեղին ոսկուց էր։ Նա ասաց. այն մաքուր ոսկու տեսք ունի։ Ես ասացի. այո, այն մաքուր ոսկու տեսք ունի։ Նա ասաց. բայց այն մաքուր ոսկի չէ։ Ես ասացի. ոչ, այն 14 կարատանոց ոսկի է, այսինքն դրա 24 մասի 14-ը ոսկի է, իսկ 10-ը այլ մետաղներ, օրինակ պղինձ, ցինկ եւ նիկել։ Նա ասաց ինձ, իսկ եթե տաքացնես այն հնոցում 7000 աստիճանի հասցնելով, ինչ կկատարվի։ Ես ասացի, այն հեղուկ կդառնա։ Նա ասաց, եւ ինչ կկատարվի։ Ավելի թեթև ոչ ազնիվ մետաղները, այսինքն պղինձը, ցինկը, նիկելը կկպչեն ավելացվող ֆլյուսին եւ կբարձրանա մակերես։ Նա ասաց, դրանք Երևան, ճիշտ է։ Ես ասացի, այո, դրանք Երևան։ Նա ասաց, դրանք միշտ կային, պարզապես դու չէիր տեսնում։ Ես ասացի, այո։ Նա ասաց, դու հարցնում ես, որտեղից ամբողջ այս բարկությունը։ Նա ասաց, այն միշտ քեզանում է եղել։ Ես բերել եմ քեզ իմ նեղության հնոցի մեջ։ Եսայի 48:10 խոսք։ Նա ասաց, այդ նեղության պատճառով խարամը բարձրանում է մակերես։ Նա ասաց, դու կարող ես մեղադրել կնոջդ, որդուդ, հովվիդ, աշխատակիցներիդ։ Նա ասաց, եւ գիտես ինչ կկատարվի, ամբողջ խարամը կրկին ներքև կիջնի եւ մենք ստիպված կլինենք ամեն ինչ նորից սկսել։ Կամ ասաց նա, դու կարող ես ասել, Աստված այս ամենը իմ պատճառով է։ Հեռացրու այս ամենը։ Եվ նա ասաց, ես կմոտեցնեմ իմ մեծ շերեփը եւ կվերցնեմ ամբողջ խարամը, որպեսզի քո սիրտն ավելի մաքուր լինի։
Եվ ես կկարողանամ ավելի բարձր մակարդակի իշխանություն վստահել քեզ, սա զարմանալի է։ Երբ ես 50 տարեկան էի, աղոթեցի հետևյալը. ես ասացի, Աստված, եթե ինձանում ինչ-որ անմաքուր բան կա, այրիր, հեռացրու եւ կտրիր այն, արա այն, ինչ պետք է անել, Աստված իմ։ Ամբողջ կյանքիս ամենածանր ամառը այն ամառն էր, երբ ես 50 տարեկան դարձա։ Ես պատմեցի այդ մասին իմ հովիվ ընկերներից մեկին, նա ասաց, Ջոն, այդպես աղոթում ենք 24 տարեկանում, ինչու ես այդպես աղոթում։ Հիմա ես 57 տարեկան եմ, կարող եմ այդպես ասել։ Ես այնքան շնորհակալ եմ, որ այդպես աղոթեցի, քանի որ դրա շնորհիվ ես ավելի հասունացա։ Եվ վերադառնալով Հովսեփին տեսնում ենք, որ նրա եղբայրների խիստ չար արարքը նրա կոչման ճանապարհը դարձավ։ Ուզում եմ, որ կարդանք սա մինչև ավարտելը, այն ինչը կարծես նման է Աստծո ծրագիրը վիժելուն, հաճախ դառնում է դրա իրագործման ճանապարհը, եթե շատ կարևոր է, ես պետք է դեղին գույնով ներկեի այն, եթե մենք հնազանդ ենք եւ ազատ ենք վիրավորանքից։ Հաջորդ անգամ, երբ մտածեք, որ նեղություն եք կրում, հիշեք Հովսեփին։ Կտեսնվենք հաջորդ դասին։